Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր հանդիպել ենք մեր լավ բարեկամ փորձագետ Երևանից Լիլիթ Դալլաքյանի հետ, բարև Լիլիթ։ Բարև ձեզ։ Լիլիթ, թեմաները շատ են, բայց կուզենայի անդրադառնայինք հատկապես մի առանձին ուղղության, որը վաղուց չենք խոսել այդ թեմայով։ Լեմկինի ինստիտուտը հիշեցրել է միջազգային հանրությանը հայ գերիների մասին։ Օֆիցիալ գիտենք 33 գերիների գոյության մասին, բայց իրավապաշտպանները ասում են, որ 80-ից ավելի կա։ Վերջին ժամանակներս ինչ որ քայլեր նկատվել է իշխանության կողմից, ինչ են արել, պահանջել են Ադրբեջանից ետ վերադարձնել, թե ոչ։ Ցավոք ոչ, վերջին ժամանակներս մի սխալ քայլ օրինակ նկատվեց իշխանությունների կողմից, սահմանը ապօրինի հատած ադրբեջանցուն առանց որևէ փոխանակման փոխանցեցին Ադրբեջանի Հանրապետությանը, ինչը այստեղ մեծ վատ արձագանք ստացավ։ Հայաստանը այսպիսի փորձ ունի, բոլոր ռազմագերիներին ադրբեջանական, բոլոր տերորիստներին մենք վերադարձեցինք իբրև բարի կամքի դրսևորում, սակայն որևէ բան դրա դիմաց չստացանք։ Իսկ օրինակ Ալիևը ամեն մեր գերուն բաց թողելու դիմաց, որը իդեպ նոյեմբերի 9-ի պայմանագրում նախատեսված առանձին կետ է, բայց իրանք չեն կատարում եւ դրա փոխարեն Հայաստանին մեղադրում են նոյեմբերի 9-ի կետը չկատարելու մեջ։ Ռուսաստանն է դրա երաշխավորն էր։ Ամեն գերուն բաց թողնելու դիմաց մի մեծ զիջում են Հայաստանից կորզում, ասենք ականապատ քարտեզներ կամ COP22-ը այնտեղ 20-ը իրականացնելու որոշում Բաքվում կլիմայական համաժողովը, այսինքն Հայաստանի ղեկավարությունը ես չեմ տեսնում որևէ հետևողական քայլեր անի գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Իհարկե ես կարծում իրենք ցանկանում են որ գերիները ազատ արձակեն, որովհետև դա նաև ներքաղաքական ճնշման միջոց է հարազատների կողմից Նիկոլ Փաշինյանի ղեկավարության հանդեպ, բայց որևէ առարկայական, իրավական քայլեր, ասենք միջազգային դատարաններ դիմել, անդադար այդ հարցը բարձրացնել Ալիևի հետ բանակցություններում ցավոք մենք չենք տեսնում։ Դրա փոխարեն դուք ասում եք ինստիտուտներ առանձին, Գրանադայի, Պրահայի համաձայնագրերում էլ առանձին կետեր կա Լեռնային Ղարաբաղի, այնտեղ գերեվարված ղեկավարների մասին կա, հայ գերիների բաց թողնելու մասին կետ, այդ կետերը կան, բայց Հայաստանի իշխանությունները այնպեսի սարսափած վիճակում են գտնվում, որ բացի նրանից, որ սարսափեցնում են մեր ժողովրդին սահմանում ապրող, այս պահին ուրիշ որևէ բան չեն կարողանում անել։ Մի քիչ տարօրինակ է, չէ՞, որ գոնե Հայաստանի շահերը պաշտպանվի, շատ հարցեր կարծես թե փորձում են քողարկել։ Հետաքրքիր է, դες ամենի նպատակը ո՞րն է։ Երկար մնալ իշխանության, հա։ Գիտեք, խնդիրը որն է։ Այդ հարցերը նաև պետք է բարձրացնել Ռուսաստանի նախագահի առջև, որը երաշխավորն էր նոյեմբերի 9-ի համաձայնագրի, ես պատահականորեն չնշեցի։ Եվ վերի խծաբերդի դեպքերը, ներքին հանդի դեպքերը, այս խծաբերդի դեպքերը, ներողություն, ներքին հանդի դեպքերը ռուսական ուրեմն խաղաղապահները այնտեղ հայտնվելուց հետո են տեղի ունեցել, հիշում եք, այսինքն մենք պահանջել պետք է ներկայացնենք նաև Ռուսաստանի իշխանություններին, թե ինչպես եղավ, որ իրենց խաղաղապահները այնտեղ կանգնած մենք նորից գերիներ ունեցանք, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը չեմ կարող ասել իր իշխանությունը պահելու համար, թե սարսափում է Պուտինից, անձնական ինչ-որ վախեր ունի, նա որևէ անգամ չի բարձրացնում հանդիպումների ժամանակ Պուտինի հետ այդ հարցը։ Մակրոնը եւ Բայդենը չեն կարող այդ հարցերը լուծել, իրենք նոյեմբերի 9-ի երաշխավորը չեն, երաշխավորը Վլադիմիր Պուտինն է, սակայն ես չեմ լսել, որ երակոմ հանդիպումների ժամանակ Փաշինյանը հենց Պուտինին այդ հարցը պետք է ուղղի, նրան պետք է վատ վիճակի մեջ դնի, նույնիսկ եթե Ալիևը բաց չի թողնում, նա պետք է հրապարակայնորեն Պուտինին մեղադրի, որ իրենք չեն կատարում իրենց վրա վերցրած պարտականությունները, մի բան էլ աջակցում են, որպեսզի ոչ միայն գերի վերցեն, մի հատ իրենց դիրքերից առաջ գան, հիշում եք այդ դեպքերը, բայց չգիտեմ, կարծես մեր ղեկավարությունը զրկված լինի խոսելու ունակությունից, չգիտեմ, նորից դա վախից է, թե պայմանավորվածություն կա իրենց հետ, ես չեմ ուզում դեռ կոնսպիրատիվ ինչ-որ բաների մեջ մտնել, բայց երբեմն մեզ մոտ տպավորություն է, թե ինչ ասում է Ալիևը, Փաշինյանը գալի է այստեղ բարձրաձայնում է, նույն սահմանների հետ կապված չի, այդ մարդկանց սարսափեցնելու եւ ինքը Հայաստանի շահերի մասին ընդհանրապես չի խոսում, ոչ միայն գերիների, այլև նոյեմբերի 9-ի կատարման մասին։ Ի հակառակ դրան, օրինակ ընդդիմության ներկայացուցիչները հիմա էլ Հայաստանին մեղադրում են, որ դու նոյեմբերի 9-ի կետերը չեք կատարել, այդ միջանցքը չեք տվել Ռուսաստանին, դրա համար էլ խաղաղություն չի լինի եւ հիմա դուք կստանաք նոր պատերազմ։ Այսինքն Հայաստանի շահերի մասին ոչ ընդդիմությունն է խոսում, ոչ էլ իշխանությունը, մեր ժողովուրդը կարծես բարձի տողի վիճակում լինի, ինչը շատ ցավալի է իհարկե։ Ճիշտ ասած, ընդդիմություն ֆորմալ են, դրանք ռևանշիստներ են, բայց իրար հետ փոխանցումներով վատ չեն խաղում։
Դες ինչն է հետարքիր լրահոսում գտա, որ Սածի Սպիվակովան, Մոսկովյան թատրոնի հետ երգչուհին գալիս է Հայաստան երգելու։ Հետարքիր է, չէ՞, որ ամբողջ աշխարհում տեղ չունեն ռուսները, իսկ Հայաստան գալիս են, կարծես ոչինչ չի եղել, ոչ մի բան չի պատահել, Ռուսաստանը տերորիստ պետություն չէ։ Ինձ հետարքիր է որպես հայ մարդու, ինչ մտքերով են հայ հանդիսատեսը գնում լսելու այս երգչուհուն, հա, ասենք, ինչի մասին է երգելու, ինչպես էին Բուչայում ուկրաինացիներին ցեղասպանում, թե Մարիուպոլում, թե իրենց գրաված տարածքներում մեր խաչքարներն էին ոչնչացնում։ Նույն Մարիուպոլի խաչքարը ոչնչացվել է իրենք արդեն ամբողջությամբ քաղաքը տիրապետելուց հետո։ Այսինքն ինչի մասին են երգելու, հայերին հետաքրքիր է, որ ռուսները ինչ են երգում։ Ռուսները Զախարովան էլ է երգում, ամեն օր նույն երգն է երգում, իհարկե ոչ որպես երգչուհի։ Ինչ վերաբերում է ձեր նշած անձնավորությանը, ես ցավոք պետք է նշեմ, որ Ռուսաստանում ընդհանրապես գտնվող հայ գործիչները, դրանք քաղաքագետ լինեն, թե մշակույթի գործիչներ, կարծես ռուսացած լինեն։ Ես երբևիցե չեմ վիրավորանքով սա չեմ ասում, իրենց որպես հայրենակից չեմ ընդունել, որովհետև երբ որ Հայաստանը վատ վիճակում է եղել, դրանք երբևիցե Հայաստանի շահերը չեն բարձրացնել։ Հակառակը մի բան էլ եթերներով Մարգարիտա Սիմոնյանի, Կուրղինյանի եւ այլ Բաղդասարովների նման մի բանը տաքացնում էին, թե այո, դուք մեզ դավաճանել եք Ռուսաստանին, չէ՞, Պեսկովն ասաց, նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, հիշում եք, Մարատ ջան։ Իրենք դարել են Ռուսաստանի քաղաքացի։ Իրենց Հայաստանը ընդհանրապես գաստրոլների համար է հետաքրքիր։ Մեկ էլ ասենք, երբ որ այդպես եթերներում իբր հայ են, մեր անունը փչացնելով ամբողջ աշխարհի դեմ խոսում են։ Ես խորհուրդ եմ տալիս նրանք իրենց ազգանունները փոխեն ընդհանրապես, որովհետև ստացվում է մարդիկ մտածում են իրենք Հայաստանի տեսակետն են արտահայտում, բայց այդպես չի, էլի, ես ամաչում եմ, օրինակ Ամերիկյան Նահանգներում Իզաբելա Խանդուրյան կա, նա Wall Street Journal-ում ժուրնալիստ է հայտնի, անդադ հակաուկրաինական, ինքը շատ հայտնի է, դուք հետո կարող եք նայել, հակաուկրաինական նյութեր է գրում։ Հիմա մարդիկ մտածում են, թե հայերը ուկրաինացիների դեմ են կամ հայերը գժվում են ռուսների համար, բոլորը Պուտինին են պաշտպանում։ Այդ ազգանունները ամոթ են միայն մեզ համար։ Մի հետաքրքիր փաստ ասեմ, օրինակ Ամերիկայի հայերի մասին իրենք միշտ վատ են խոսում, ասում էին, որ Փաշինյանին նրանք են բերել իշխանության, այսինքն նույնիսկ Հայաստանի մեջ են բաժանում կատարում, ամեն ինչի ընդունակ են ասում, ասեք, խոսքը միայն Սածի մասին չէ, Սածին ասենք մշակույթի գործիչ է, բայց չեմ կարծում նրա գալը մեծ արձագանք գտնի, գուցե ինքը իր ինչ-որ երկրպագուների նեղ շրջանակն ունի, բայց նա հայ գործիչ չի համարվում, նա ռուսացած հայ է Հայաստանի ազգանունով, նույնիսկ ոչ հայ ազգանունով։ Չէ, ես ազգության մասին չէի, ես կոնկրետ Ռուսաստանի պետության ներկայացուցիչի մասին է, որ իրենց համար ամբողջ աշխարհը դարձել է սիկտիվ կար, հա, իրենց քաղաքի անունից, ոչ միտեղ չեն կարող գնալ, գալիս են Երևան, հա, պլան են կատարում։ Ռուս գործիչների մասին էլ օրինակ Կիրկորովը, չէ, ինչ ամոթ էր, ասենք իր հանդեպ ինչպես վարվեցին, սկսեց գովալ, ասենք սպեցօպերացիան։ Նրանք բոլորը կախված են Կրեմլից, այնտեղ ով ուզի երգիչ երգչուհի չի դառնա, նրանք սպասարկում են ռուսական իշխանություններին, այդ 80-անց երգիչները գալիս են, Լեոնտիև, բան, իրենք ռուս ազգի համար գժվում են, խելագարվում են, անպայման պետք է մի հատ սոուս անեն, որ ուկրաինացիները ֆաշիստ են, նացիստ են, մի հատ էլ Դոնեցկում Զմանովի նման ուզենան կամ Ղրիմում գնան երգեն, նրանք գիտեն, որ իրենց կարիերան կախված է Կրեմլից, Պեսկովը այդ ամեն ինչը կուրատորությամբ, Կիրկորովի հետ Պեսկովը հանդիպեց, չէ։ Իրենք չեն կարող այդպես ազատ ինչ ուզել ասել, իրենք գիտեն, չէ, որ երկրում են ապրում։ Դրա համար էլ պետք չի զարմանալ, որ այդպես ատամներով կարող է պաշտպանել սպեցօպերացիան եւ ասեն դա նացիստների դեմ պայքար է, թե չէ կարիերայից եւ գումարներից կզրկվեն։ Իսկ Հայաստանը այն փոքր երկրների խեղճ գերի մնացած Ռուսաստանի երկրների շարքում է, որ իրենք ազատ ելումուտ ունեն, կա Կիսիլյովի նման, ինչ ուզեն կգան կասեն, համերով էլ մի հատ էլ կբարձրանան ազգային ժողովի, գիտեք, այդ բակ ու ինչ ուզեն կանեն կգնան, որտեղ գիտեն, որ այստեղի իշխանությունները որևէ բան իրենց չեն պատասխանի։ Դա հենց մեր իշխանությունների սխալն է։ Հանձնական վախեր, որ ասացիր, երևի թե եզրակացնենք, որ ինչ որ բարդույթներ կա, տես երկողները գալիս են, երևի թե իրենց երկերի մեջ չեն ասում, որ ԵԱՏՄ-ի պլաններով ապրիլի 1-ից շատ վատ նորություններ է սպասում։ Հայաստանի գործարար
շրջանակներին եւ որը որ կարտացոլվի նաեւ հասարակության վրա, որովհետեւ մարդիկ, ինչպես ինձ բացատրեցին մասնագետները, արդեն դժվար է լինելու կամ հնարավոր չի լինելու հատով ապրանք Հայաստան ներմուծել, հա, պետք է միայն մեծ խմբաքանակներով ներմուծվի, այդպես ինձ բացատրեցին մեր եթերում նաեւ։ Հուսամ ապրիլի 1-ից հետո մենք Ռոբերտ Ղևոնդյանի հետ այդ թեմային կանդրադառնանք եւ նա ավելի մանրամասն կպատմի։ Քո անկալմամբ ինչ է կատարվում։ Միգուցե ժամանակն է ԵԱՏՄ-ին ասել հաջողություն, չի սպառել իրեն ԵԱՏՄ-ն։ Ես տեսա ձեր հաղորդումը, շատ լավ վերլուծություններ Պարոն Ղևոնդյանի հետ եւ մասնագետները ավելի ճիշտ կպատասխանեն, թե ինչեր է մեզ սպառնում, բայց մի բան ակնհայտ է, Հայաստանը մի քանի անգամ զգուշացումներ է ստացել Արևմուտքից, Միացյալ Նահանգներից, որ մենք օգնում ենք Ռուսաստանին երկրորդային շուկա ենք հանդիսանում, որովհետեւ որ սանկցիայի տակ գտնվող ապրանքները մեր տարածքով, Ադրբեջանի տարածքով, Ղազախստանի, Թուրքիայի տարածքով գնում է Ռուսաստան։ Հիմա արդեն քանի որ շատ է լարվեր հարաբերությունները Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, արդեն բաժանարար գծերը པարզ երևում են, այլևս այդպիսի խաղը չեն լինելու։ Դուք տեսաք Թուրքիային էլ, չէ՞, ստիպեցին, որպեսզի ռուսական բանկերին չսպասարկեն։ Հայաստանում էլ այդ միր քարտերը, չէ, արգելեցին։ Այսինքն Արևմուտքը գնալով խստացնելու է այն երկրների հանդեպ իր վերաբերմունքը, որոնք էլ չի ասելու, դե Հայաստանը մեղք է, գերի է մնացել։ Ոչ, մենք ունենք հստակ գիծ։ Դուք միանում եք սանկցիաներին, թե չեք միանում։ Իսկ եթե մենք ԵԱՏՄ անդամ ենք մնում, այն բոլոր սանկցիաները, որոնք վերաբերում են ռուսական շուկային, ձեր եթերում խոսվեց սերտիֆիկացման մասին, ապրանքների ներմուծման դեպքում, այսինքն դա մեր սպառողների համար ոչ միայն գնաճ է լինելու, որովհետև սերտիֆիկացումը պահանջում է գումար, չէ, եւ ժամանակն էլ երկարելու է ապրանքները դրսից ներկրելու համար, այլև հենց մենք կարող ենք հայտնվել սանկցիաների տակ եւ շատ ապրանքներ չկարողանանք ներմուծել Հայաստան, նույն ավտոմեքենաներ կամ տեխնոլոգիաներ, այսինքն Ռուսաստանը ինչ վնասներ կրելու է, նույնն էլ մենք ենք կրելու։ Ռուբլին էլ չէ, որ անընդհատ տատանում էր ստեղ լինում, արժույթն էլ չէ, տատանման էր ենթարկվում, որովհետև ռուսական կապիտալը այստեղ շատ է, արտագնա աշխատանքի մեկնող մարդիկ ռուսական ռուբլով են, չէ, փոխանցումներ կատարում։ Այսինքն Հայաստանը, քանի որ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, տարիներ շարունակ դիվերսիֆիկացում չի եղել, տնտեսությունը ամբողջը ռուսական կապիտալից է կախված, մենք մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու եւ այն օրը չնայած Փաշինյանը ասաց, որ ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, պետք չի քաղաքականացնել, մենք լավ առևտուր ենք անում, ես կարծում եմ, որ ԵՏՄ-ն տնտեսական կառույց չի, որովհետեւ Ռուսաստանը բոլոր կառույցները, որոնք ղեկավարում է ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ն, դրանք բոլորը նաեւ քաղաքական կառույցներ են։ Հակառակ դեպքում Փաշինյանը չէր ասի, որ պետք չի դա դարձնել քաղաքական, ինքը գիտի, չէ, որ դա քաղաքական կառույց է։ Այսինքն ես կուզենայում ենք Ռուսաստանի հետ մեծ առևտուր ունենք, դա մեծ շուկա է եւ մենք դեռ չենք դիվերսիֆիկացել, որովհետեւ կարողանանք Եվրոպա մեր առևտուրը արտահանել, բայց չենք կարող, քանի որ Ռուսաստանը դա չի դիտարկում որպես տնտեսական կառույց, դա դիտարկում է դա որպես իր ազդեցության լծակներից մեկը, այդ վերին դաշտը, չէ, անդադ որ վախեցնում են կփակեն, հիմա այդ սերտիֆիկատները։ Այսինքն Հայաստանը պետք է օր առաջ դուրս գա ԵՏՄ-ից։ Իհարկե դա բարդություն ունի, մենք որ ասում ենք իշխանությունները ասում են տենց հեշտ չի, մի օրում չենք դուրս գալի, բայց 5 տարին մեծ ժամանակ է, մենք անդադ դա ասում ենք, պետք է դիվերսիֆիկացիա անել, թող լինի Իրանի, Հնդկաստանի ուղղությամբ, Սաուդյան Արաբիայի, Արմեն Գրիգորյանն ասեց, որ արաբական երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծ աճ է ապավել եւ նույնիսկ Արաբական Միացյալ Էմիրություններին նշեց որպես առաջին այս տարի առևտրաշրջանառություն ապահովող երկիր Հայաստանի հետ։ Պետք է արագացնել, Եվրամիության հետ բանակցել, որպեսզի Մոլդովայի նման Հայաստանին արտոնյան պայմաններ տան, փրկվողի ճիշտ է կարգավիճակում էր, չէ, Մոլդովան գինիների արգելք դրեցին, տնտեսությունը մեծ տուժեց, բայց Եվրոպան նրանց ձեռք մեկնեց եւ Մոլդովան փրկվեց։ Նույնը Հայաստանի հանդեպ պետք է շտապ այդպես ռեաբիլիտացիա լինի, ապրիլին գիտեք Ուրսուլա ֆոն դեր Լայանի հետ պետք է Փաշինյանը հանդիպի։ Այս ամեն ինչը պետք է խոսել, պետք է բանակցել, պետք է պարզ հարց տալ, դուք մեզ ինչով կարող եք օգնել, եթե մենք դուրս գանք, կապահովեք այդ դիվերսիֆիկացումը։ Սա դիվանագիտություն է, որը պետք է անել, ինչը չեմ կարծում Փաշինյանը կոմպետենտություն ունի, բայց դե այս բան ունենք, ինչ ունենք, ինքն է ներկայացնում մեր երկիրը, պիտի փորձենք այսպես խոսելով, եթե նա իհարկե մեզ լսում է, խորհուրդներ տալով, հասկացնենք, որ միանշանակ պետք է ԵՏՄ-ից դուրս գալ, ՀԱՊԿ-ից դուրս գալ, ունենալով անվտանգության բարձիկներ, ոչ թե վախացնել դուրս գալ, ոչ մի բան չունենանք, լարսնել փակվի, ստեղ էլ ներքին թշնամիները հրահրեն իշխանափոխություն եւ ավելի վատ լինի, քան հիմա։
Դա մեծ աշխատանք է պահանջում։ Իմջալոց անցած նոյեմբերից, երբ որ Սանկտ Պետերբուրգի այդ ֆորումի մասին խոսքը գնում էր, անընդհատ ասում էինք, որ լավ կլինի, որ չմասնակցեն եւ այդ օրերին, օրինակ կազմակերպեն մեծ միջոցառում տնտեսական մեծ յոթնյակի երկրների հետ, որպեսզի դիվերսիֆիկացիայի հարցը քննարկվի, որովհետեւ այն երկրների մեջ, որ դու ասացիր, Արաբական Միացյալ Էմիրությունները կարծեմ այդ ավելանալը Ռուսաստանի հետ է կապված, դրա համար պետք է նույնպես զգուշ լինել եւ դիվերսիֆիկացնել այն ուղղություններով համաձայնեցված մեծ յոթնյակի երկրների հետ եւ հենց նրանք կարող են Հայաստանին լավ պայմաններ առաջարկել, ասենք նույն արտահանման համար, թեկուզ եւ ժամանակավոր, գիտես, Ուկրաինային էլ են տրամադրել եւ Ուկրաինան հիմա առանց մաքսատուրքերի կարողանում է արտահանել։ Ճիշտ է, կան որոշ երկրներում ֆերմերների բողոքներ եւ այլն, բայց դրանք առանց Ռուսաստանի բողոքելու չեն լինում, դրանք հիմնականում քաղաքական միտված են։ Ամերիկյան իրադարձություններին փորձենք անցնենք օվկիանոսից այն կողմ, տեսնում ենք Ուկրաինայի եւ Իսրայելի եւ Թայվանի օգնությունը անընդհատ հետաձգվում են, ներքաղաքական հարց է դարձել։ Ճիշտ ասած, մենք ներքին դաշտում մեր ուկրաինական փորձագետների հետ նման սցենարին պատրաստ էինք եւ այն մտքերը, որ մենք արտահայտել ենք, իրենց տեղը գտել են եւ կառավարությունը քայլեր ձեռնարկել է, որպեսզի մինիմիզացնի ռիսկերը, ճիշտ է, ամբողջությամբ հնարավոր չէ փոխարինել Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը, բայց ռիսկերը մինիմիզացնել հնարավոր եղավ։ Ինչի հետ է կապում, ինչքան երկար կտևի ըստ քեզ եւ արդյոք Թրամփը Պուտինի համար ավելի լավ զենք է, քան միջուկային զենքը, որով նա օրերս փորձում էր նորից սպառնալ, բայց հետարքիր է, չէ, այնքան հեզ էր սպառնում, որ նույնիսկ անունը չէր տալիս, ասում։ Ձեր ասած զենքով, իրոք ծիծաղալու է, չէ, որ այդ ծիծաղալու մարդուց դեռ ինչ որ մեկը Հայաստանում իշխանական լինելով ինչ որ բարդույթներ ունի եւ վախենում է։ Համենայն դեպս ամեն կերպ ապահովել ներ հայաստանյան, ասենք, այն հնարավոր ուղղությունները, որով նրանք կարող են մտածել կամ փորձել վնասել, բայց սկսենք Ամերիկայից, տեսնենք արդյոք կդառնա փրկողակ Տրամփը եւ արդյոք շանսեր ունի։ Տեսնում եմ նորից սոցիոլոգիայով կարծես թե Բայդենն է առաջ, բայց քանի որ ամերիկյան համակարգը շատ բարդ է, միշտ չէ որ սոցիոլոգիայի տվյալները արտացոլվում են ընտրություններից հետո։ Ես ասում եի, որ Տրամփը մեծ հնարավորություն ունի դառնալ հաջորդ նախագահ, խոսում էին, որ ոչ, իրենց համադական դատարանը չի թողի, որ նա առաջադրվի, հիշում եք, Կոլորադոյից դիմում էին գրել համադական դատարան, սակայն ասին, որ Տրամփը իրավունք ունի առաջադրվել։ Նրա նկատմամբ մի քանի քրեական գործեր կա, բայց չեմ կարծում, որ դա էլ կկանգնեցնի իրեն։ Հարցը, որ դուք ասում եք, արդյոք Տրամփը Պուտինին ավելի ձեռնտու է։ Գիտեք, Տրամփը այնքան անկանխատեսելի է։ Իհարկե ես չէի ցանկանա, որ Տրամփը լիներ ղեկավար, որովհետև անկանխատեսելի մարդկանց հետ դժվար է ինչ-որ ծրագիր կազմել։ Հիշում եք, Հայաստանի հետ կապված էր, նա ասեց Կոսովոյի տարբերակ, հետո լռեց։ Այսինքն նա բիզնեսմեն է, քաղաքական գործիչ չէ, էլի, այդպես չի խորանում։ Ինքը Չինաստանի հետ էր տնտեսական իր պատերազմների իզոլյացիայի քաղաքականությունն է վարում։ Այսինքն ինքը իր հետ հույսեր չես կարող կապել։ Բայդենը գոնե գիտես ինչ որ կանխատեսելի քայլեր ունի, քանի տարվա, տասնյակ տարվա սենատորը իր գիծը ունի։ Բայց Տրամփն էլ այնքանով է վտանգավոր, որ բոլորն էլ նշում են, որ Ուկրաինային առաջին մահաբեր լիտալի այդ զենքը տվել է Տրամփը։ Հիշում եք, սանկցիաները առաջինը Տրամփն է ստեղծել Ռուսաստանի դեմ իրարը։ Վերջերս էլ այսպես sense հանկարծակի մեկ էլ չեմ հիշում, չգիտեմ, տեսեք թե չէ, ասեց հնարավոր է Պուտինն է սպանել Նավալնիին։ Ես իմ աչքերից չհավատացի, նորից հետ տվեց։ Ես այսպես sense էր անում։ Ինքը շատ երիտասարդ էր, կարծում եմ Պուտինն է կարող է սպանել, բայց ես չգիտեմ։ Այսինքն նա այնպես միամիտ բաներ է ասում, չգիտեմ, միամիտ է ասում, թե այդպես ցույց է տալիս։ Համենայն դեպս Պուտինը, որ այդպես գովազդում է, որ Տրամփը իրեն շատ ձեռնտու է, ոչ մեկ չգիտի Տրամփը ում է ձեռնտու։ Հենց դա էլ Տրամփի վտանգավորությունն է։ Բայց գալով Ուկրաինային տրամադրվող օգնությանը, շատ քաղաքագետներ նշում են, որ Տրամփն է այս ամեն ինչի հեղինակը, նա բլոկի է ենթարկում Ուկրաինայի տրվող օգնությունը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակին վախեցրել են, դե հանրապետականի անդամ է նա, որ եթե այդ օրինագիծը դնես քվեարկության, պրայմերիզներ են, չէ, այնտեղ հիմա անընդհատ վերընտրվում է ներկայացուցիչների պալատի 1/3-ը, մենք մեր ակտիվ մասային, որոնք Տրամփի կողմնակիցներ են, անընդհատ ձեր դեմ կուղարկենք ագիտացիաների։ Այսինքն նա հանրապետական կուսակցության անդամներին վախեցնում է այդ իր ակտիվ հանրապետական անդամներով
քաղաքացիներով եւ ասում է չդնեք քվեարկության, որովհետեւ եթե դնի քվեարկության, անտեղ մեծամասնությունը Ուկրաինայի բարեկամներն են, գիտեք, նրանք բոլորը այսել են Ուկրաինա հանրապետական սենատորները եւ անում ինչ անում են, որ հետաձգեն, մեկ ուղարկում են արձակուրդի, մեկ ասում են այդտեղ ներառեք սահմանի պաշտպանության վերաբերյալ կետ, սահմանի պաշտպանության վերաբերյալ կետը ներառեցին, ասում են չէ, եկեք հիմա օգնությունը տանք, ինչ է ասում ներկայացուցիչ պալատի խոսնակը, բայց վարկով, այսինքն նրանք առաջարկում են օգնություն տրամադրել լենդ-լիզի մեկ այլ տարբերակով վարկով։ Դա իր հերթին էլի 1-2 ամսվա դեբատներ, օրենքի փոփոխություն է պահանջում, ամեն ինչ արվում է, իսկ այդ ընթացքում մենք գիտենք, որ Ռուսաստանը իհարկե քիչ, բայց առաջ է գալիս մեծ թվով զոհեր ունենալով, բայց Ուկրաինան քանի որ զինվորների համար ցավում է, նա շատ ներողություն մսի պես չի վերաբերում իր զինվորներին, ասում է ետ եկեք, չէ, Զելենսկին ասում է մեր համար ամեն մի զինվորը կարևոր է, ինչ-որ սար պահելու համար չի։ Ռուսաստանում այդպիսի խնդիր չկա, կարող են 1 միլիոն մարդու, ասենք, գցել մի քաղաք օկուպացնելու համար։ Եվ այդ ընթացքում ուկրաինական բանակը կորուստներ է ունենում, այսինքն ուկրաինական բանակի այս կորուստները հենց Միացյալ Նահանգների ոչ վճռական լինելու հետևանքն են, ինչքան ձգձգում են այդ եւ փառք ու պատիվ իրենց բանակի, որ առանց փամփուշտների, առանց չգիտեմ ինչի, Եվրոպան այդտեղ մեծ դեր ունեցավ, Ֆրանսիան վերցրեց իր վրա այդ ամբողջը եւ հիմա այսպես կոալիցիա է ստեղծել Գերմանիայի, Չեխիայի, սկանդինավյան երկրներն են շատ իրենց ճիշտ են դրսեւորում, տեսնում եք, ասում են պետք է սահմանափակումները հանել Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու, այդ ինչ սահմանափակում է, դու պատերազմ ես սկսել, ինչ է նշանակում մեր տարածքին պետք է չխփել։ Հենց Սալիվանը ինչու էր եկել մի քանի օր առաջ Կիև, նույն իրենց գիծն են առաջ տանում, մի խփեք ռուսական տարածքին, ռուսական նավթավերամշակող գործարաններին, որովհետև իրանք վախենում են էսկալացիայից, այդ բառը անընդհատ ասում են, չէ՞, մենք չենք ուզում բայց գիտես, չէ, հերքվեց, չհաստատվեց այդ լուրը, բայց հնարավոր վարկած է, որ ինքը չի ասել, մեկ ուրիշն է ասել, ես դրա մասին իմ եթերում ասել եմ, կան շրջանակները արևմուտքում, որ ցանկանում են պատերազմի ամբողջ բեռը մնա Ուկրաինայի վրա, որ Ուկրաինան զիջումների ավելի հարմարվի, բայց շատ հետաքրքիր է, որ այդ մարդիկ էլեմենտար չեն հաշվարկում, որ եթե ամենասկզբում մենք ունենք շատ ավելի քիչ զենք, ռուսական կողմը շատ ավելի շատ զենք, եթե հիմա ասենք որոշ դիրքերում ուկրաինական զորքը նահանջում է, բայց մեծ վնասներ հասցնելով ռուսականին, սկզբում նրանք առաջ էին գալիս առանց մեծ վնասների, հետո սկսեցին մեծ վնասներ կրել եւ ոչնչացվեցին ռուսական այդ հարվածային զորամիավորումները, ովքեր որ հենց պատերազմի համար էին պատրաստված եւ հիմա ընդհանրապես մսի այդ գրոհներն է, որ ինչքան էլ ասենք իրենք առաջ գան, այն առաջ գալուց ավել չեն գալու եւ միևնույնն է ավելի արագ պետք է ետ փախնեն ուկրաինական զորքի արդեն օպերացիաների ժամանակ, դրա համար սա պատերազմի նոր փուլ է, նոր տակտիկա է, պարզապես մեր դասարանի համար բացատրեցի մեր ընկալումներով ինչպես է, մենք տեսել ենք իրենց 10 մարզ մտնելը, իրենք Կիևի մատույցներում էին, որոշ տեղերում նույնիսկ քաղաք էին ներթափանցել եւ հիմա տեսնում եք որտեղ են, այսինքն 1000 կիլոմետրի վրա Կիևից, կամ փորձում են Խարկովի էլեկտրականության վրա ազդել, ջեկներին ռմբակոծել, շարքից հանել։ Իհարկե իրենց ընկալումներով դա պետք է Խարկովը անմարդաբնակ սարքեր, բայց իհարկե մնացած ռեգիոններից էլեկտրականություն մատակարարվում է եւ ընդհանրապես Ուկրաինայի էներգահամակարգը միացված է եվրոպականին, այսինքն մենք եթե շատ գեներացնում ենք, տալիս ենք իրենց, երբ որ պետք է լինում կարողանում ենք ստանալ Եվրոմիությունից եւ իրենց հարվածները, տես, օրինակ Դնեպրոգես, ես առիթ ունեցել եմ Արմեն Հովհաննիսյանի հետ եթերում ասելու, շատերը մեր երկրում հիշեցին, որ նման օբյեկտ կա, տես ռուսները ֆիքսել են, որ դա կարևոր է իրենց համար, ուկրաինացիներն մոռացել են, որովհետեւ երկիրը մեծ է, ասենք իրենց ամեն ռեգիոնալ կառույցի մասին, վերաբերմունքն է ուրիշ։ Տեղական ինքնակառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման ռեֆորմից հետո շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել եւ ռեգիոնները իրենցով են ավելի շատ զարգանում, դրա համար օրինակ շատ հյուրեր որ լինում են, գալիս են ասում են, բայց ինչ արագ վերանորոգվել են, չէ, ասենք կամ Բուչա կամ Իրպեն, դա հենց տեղական ինքնակառավարման մարմինների կայացածության վրա է, որը որ հուսամ նաև Հայաստանում այդպես կլինի, որ ցանկացած հարց տեղական բյուջեով հնարավոր է լինում լուծել ու դա մեծ հոգս է հանում, ասենք, պետական բյուջեից։ Սկզբից շատ էին խոսում այդ վտանգների մասին, բայց միևնույնն է, արվեց եւ անցավ։ Օրինակ ուկրաինական կողմը 2 օր առաջ հարվածեց արդեն հյուսիսային Կովկասում գտնվող ջեկերից մեկին, որը որ նույնպես շարքից հանեց
Հիմա ռուսական կողմը չգիտի ինչ անի, ուզում են վնասած լինեն, իրենք արդեն պատերազմի սկսել են պատերազմ ասել, բայց այն որ ասում վրաները չի եկել, ասելու օրվանից մի քանի նավ են կորցրել եւ շատ լուրջ թիրախներ են խոցվել իրենց տարածքում, այլ չասեմ, որ Բելգրադի Կուրսկի մարզում չեն կարողանում ոչ մի կերպ սանձել ապստամբներին եւ ապստամբները առաջ են գնում։ Ասեմ մեր լսարանին երկրորդ ալիքով ամբիոնում հարցազրույց Պանամարյովի հետ, գիտեք, դա նախկին Պետդումայի падգամավոր էր, որը որ հիմա կապ ունի ապստամբների հետ եւ ապստամբների գործողությունների մասին մանրամասներ կարող եք իմանալ դիտելով հարցազրույցը ամբիոն ալիքում։ Սա շատ էր հետաքրքրությունը հայ հանրության կողմից, մեր աուդիտորիայի կողմից, որ ինչ է կատարվում Բելգրադի մարզում, երևի թե ճիշտ կլինի հենց իրենցից էլ հարցնել, ինչ է կատարվում եւ ինչ սպասել։ Այնպես որ հուսամ, որ հետաքրքիր կլինի։ Տես, հիմա այս պատերազմի պահով որ ասցիք, մի թեթև նաև ես էքսկուրս արեցի 2 տարի առաջ ու հիմա, որպեսզի մեր լսարանը ավելի ճիշտ գնահատի իրավիճակը, երեք լուր տարածվեց, որ երկու գյուղեր Ավդեևկայից արևմուտք նույնպես անցել են ռուսական տիրապետության տակ։ Դա այդքան էլ այդպես չէ, այնտեղ մարտեր են ընթանում, գյուղեր երևի շատ է ասված, արդեն ավերված տարածքներ են, բայց ռազմաճակատի գիծը պետք է պահվի եւ դեռ հստակ չէ ում ձեռքում է։ Դա այնպես չէ, որ ինչ որ այդ գյուղերի կարևորությունն է, պարզապես դա պլացդարմ է հետագայում նաև Ավդեևկայի ուղղությամբ գործողություններ կատարելու մարտական։ Կասեմ, եթե մարդիկ ովքեր հետևում են մեր Telegram-յան ալիքում, մենք բազմաթիվ տեսանյութեր ենք տեղադրում ռազմաճակատից եւ այն իրավիճակում, որում որ հայտնվել են ռուսական զորքերը, որ գրեթե օր չկա, որ այնպիսի տեսանյութ չհայտնվի, որ իրենք ինքնասպանություն են գործում ճակատում, այսինքն ճարահատյալ, հա, իրենք չունեն մոտիվացիա, իրենց ստիպում են պատերազմել, հա, մարտնչել, իրենք ունեն բազմաթիվ խնդիրները չի լուծվում եւ տեսնում են, որ ասենք ուկրաինական զորքը իրենց պարզապես ոչնչացնում է, շատերը նախընտրում են իրենց ձեռքով, ասենք իրենց կյանքին վերջ տալ։ Սա է ռուսական այդ աշխարհի երկրորդ գովված բանակի վիճակը։ Առանց այս ամենը տեսնելու, իհարկե, եթե նայում ես ինչ խրող Սալավյովը, չգիտեմ, այն Մարգարիտա Սիմոնյանը, որ ոնց էր ասում, ինչ գրավելու բան կա, որ մի 3 օրում բան կանենք, հա, դե 3 օրը իրենց մոտ, չգիտեմ, տիեզերական ժամանակով է թե օրերս նաև Մարիա Զախարովան էլի մի քանի հայտարարություններ արեց Հայաստանի մասին, Փաշինյանին սկսեց մեղադրել, այնց հետաքրքիր թեմաներով սկսեց մեղադրել, որ ասենք տեղ կար որ արևմտամետ ուժերը քննադատային Փաշինյանին եւ իրենք կարծես նախաձեռնությունը խլեցին եւ սկսել է այնպիսի հարցերի մեջ քննադատել Փաշինյանին, որ հաստատ Ռուսաստանի գործը չէր, էլի։ Սրանով իրենք երկու նապաստակ են ուզում սպանել։ Փաշինյանին են փորձում ազդել իր վրա, համ նաև փորձում են դիրքերից զրկել, ասենք, արևմտյան ուժերին, արևմտամետ ուժերին։ Ինչ կասես, սա իրենց ճարահատյալ իրավիճակից է, թե դեռ իրենք չեն զգում, որ իրենք վատ վիճակում են։ Դե Ռուսաստանը երբ որ ավելի ագրեսիվ է դառնում, դա նրանից է, որ հասկանում է, որ վիճակը պատային է։ Это որ դուք խոսեցիք այդ ядерная обезьяна, չէ՞, ասում են обезьяна с ядерной боеголовкой։ Պուտինը ինչ երբ է անընդհատ հիշում, որ ինքը ունի ատոմային ռումբ, ատոմային զենք, երբ որ էլ բան չունի ասելու։ Բայց երբ որ առաջին անգամ իրեն Մակրոնը հակադարձեց, որ մենք էլ ունենք, հետո խփի մենք էլ տենանք, մենք էլ խփենք, այս տղայական շատ ներողություն մակարդակի խոսակցություն գնաց, իրենք հետ քաշվեցին, ասում բայց մենք չենք ասել, որ ատոմային զենքով մենք տակտический մասին ենք խոսում։ Այսինքն սա արդեն ցույց տվեց Պուտինի հայտարարությունների անողնաշարությունների, որ ինքը ընդհանրապես բլեֆի վրա է խաղում, չէ՞, բոլոր քաղաքագետները ասում են, որ ինքը բլեֆ է անում, անդադ ստավկան բարձրացնում է, որ մենք գիժ ենք առանց Ռուսիայի ճաշխար, բոլորի կտրակացնենք, բայց որ դու էլ ասում ես, դե ես էլ քեզ կտրակացնեմ, օրինակ Էրդողանը, չէ, իր նման է խաղում, դրա համար ինքը Էրդողանին հարգում է, ինքն էլ օդում խփում է, ասենք, ռուսական վերտալյոտին, չէ։ Իրանք իրար հասկանում են Էրդողանը, Օրբանը, Տրամպը, չէ, որտեղ այդպես բանդայի ղեկավարի նման է խոսում, իսկ կիրթ մարդիկ ասում են, ոյ իսկականից կարող է մի բան անի, էլի։ Հիմա ինչ վերաբերում է Փաշինյանին, նախորդ ձեր ասածին եմ ուզում գալ, որ դուք ասում եք Փաշինյանը ինչից է վախում։ Փաշինյանը ոչ թե վախում է, որ Պուտինը Հայաստանի վրա կհարձակվի, դա մի կողմ, նա ճանաչում է ով է Վլադիմիր Պուտինը, նա գիտի, որ Վլադիմիր Պուտինի շատ ընդդիմախոսներ այսօր կենթանի չեն, չէ՞, Հայաստանում էլ հիշում եք, ես մեծ վստահություն եմ, որ ռուսական հետքով էր այդ հոկտեմբերի 27-ը կատարվել, այսինքն ինքը դրանից է վախում, իր անձնական անվտանգության մասին է այստեղ խոսքը, ես այդպես եմ կարծում, որ ինքը վախենում
հասկանում է ինչից է վախենում Պուտինից, իսկ այն, որ Ռուսաստանը փորձում է արևմուտքի հատվածներ վերցնել իր ձեռքը, մեզ հետաքրքիր բան ասեմ, այդ օր այդ նռնակով, որ այդ պրովոկացիան եղավ Նորքում ոստիկանությունում, ռուսական մի քանի կանալներ նշում էին, որ դրանք արել են արևմտյան ուղղվածություն ունեցող Սասնա ծռերը։ Բացատրում էին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ձեռնտու է, որ այստեղ չէին կարողանում բացատրել, իհարկե ծիծաղալու էր, բայց ասում էին, դա Միացյալ Նահանգները փորձում է դեստաբիլիզացնել Ադրբեջանում եւ Հայաստանում իրավիճակը։ Տեսեք, արևմտամետները ինչեր են անում, պատահական չէր, որ այդ մարտական եղբայրության եւ սասնատրերի անուններն էին տալիս, որոնք Ռուսաստանի դեմ են միշտ խոսում։ Այսինքն մի կողմ իրենք կապ ունեն Ռուսաստանի հետ, թե չէ, դա թող ԱԱԾ-ն արդեն պարզի, բայց այն, որ Ռուսաստանը արդեն փոխում է դիրքերը, մի հատ էլ արևմուտքի տեղնել է խաղում Փաշինյանի դեմ, դա ցույց է տալիս, որ իրենք հասկացել են, որ Հայաստանի ժողովուրդը, հայ ժողովուրդը այլևս իրենց չի վստահում, ինչ որ նոր կոմբինացիաներ են փորձում մտածել, բայց հայերը դա էլ են հասկացել, դրան վկա է ոսկեպարի ժողովրդի վերաբերմունքը այն գործիչների հանդեպ, որոնք փորձում են այդ ժողովրդին օգտագործեն, այստեղ ինչ որ աթոռակռիվ հրահարեն, իշխանափոխություն անեն։ Ես միշտ ասում եմ, մենք Փաշինյանով հիացած չենք, բայց չպետք է դրանից օգտվեն ռևանշիստներ, ինչ որ ուժեր, որոնք Հայաստան ուզում են տեղավորել Ռուսաստանի գուբերնիայի մեջ, գան իշխանության։ Փաշինյանի մեղքով է, որ իրենք այսօր խոսում են, այսօր իրենք գոյություն ունեն, դա իր մեղքերից մեկն է, բայց իրավիճակը այնպեսին է, որ երբ որ հիմա չլինի Փաշինյանը, նրան միանշանակ պետք է փոխել, բայց դեռ այլընտրանք քանի չի ձևավորվել, փոխելուց հետո գալու են այնպիսի ուժեր, որոնք Հայաստանը միանշանակ Ռուսաստանի ազդեցության գոտի ոչ միայն կդարձնեն, այլև Ռուսաստանի մաս էլ կդարձնեն, չէ՞, խոսում էին Թաթարստանի օրինակի նման։ Այսինքն այստեղ մենք ոչ թե Փաշինյանին ենք պաշտպանում եւ Զախարովայի նյարդայնությունը գիտեք ինչից է։ Նա տեսնում է, որ Փաշինյանի թիմում կան իրոք արևմտամետ ուժեր, մենք անուններ տվել ենք նախկինում, որոնք փորձում են ազդել նրա վրա եւ ցույց տալ այն ճանապարհը, որով ինքը պետք է գնա, որը կապահովի նաեւ իր անձնական անվտանգությունը, քանի որ նա գիտի, որ Պուտինից որևէ երաշխիք չունի, որ կմնա իշխանության, մի բան էլ իր կյանքը կպահի։ Դրա համար հիմա Փաշինյանի վրա այդ գործիչները ազդում են, արգորս Խարի մակարդակով անվտանգության խորհրդի եւ փորձում են նրան ճիշտ դաշտ բերել, դրա համար Մարիա Զախարովան նյարդայնանում է, այսպես անընդհատ քննադատում է Փաշինյանին, բայց Փաշինյանին իրենք շատ ներողություն լավ են ճանաչում։ Իրենք հիմա ուզում են նրա վրա մեծ ազդեցություն ունենալ, մեծ ճնշում գործադրել, որովհետեւ նորից հետ վերադառնա, ասի մենք նորից մեր հարաբերությունները ջերմացնում ենք Ռուսաստանի։ Դա հնարավոր է, Սերժ Սարգսյանը չէ, մի գիշերում փոխեց իր որոշումը, գնում էր ասոցիացիան, մեկ էլ հանկարծ ստորագրեց, որ դառնում է ԵՏՄ անդամ։ Ես չեմ զարմանա, եթե Փաշինյանը մի հատ sense լուրջ շրջադարձ անի նորից դեպի ԵՏՄ, նորից դեպի ՀԱՊԿ։ Նա անկանխատեսելի է նրա քայլերը, նա մեկ օրով է իր քաղաքականությունը որոշում, այնպես որ պետք է հետևել իրադարձություններին, ապրիլի 5-ին հանդիպումը լինելու է անկյունակարային Հայաստանի համար։ Այստեղ Փաշինյանի արդեն հարցը չի, Փաշինյանի անձի հարցը չի, Հայաստանի գոյություն ունենալու կամ գոյություն չունենալու հարցն է։ Թե Հայաստանը ով է ներկայացնում, դա արդեն կարևոր չի, պետք է հասկանալ, թե Հայաստանը ուր կարող է գնալ, որովհետև այլընտրանքը ոչնչացում է, Ռուսաստանը այսօր մեզ սպառնում է, որ ուղղակի ձեզ կոչնչացնենք, ոնց որ ամբողջ աշխարհը։ Ընտրություն պետք է կատարել եւ ճիշտ ընտրություն։ Գիտես, շատ ժամանակ նման դեպքերում միշտ բողոքում ենք մեր աշխարհագրական դիրքից, բայց հիմա այնպիսի դիրքում ենք, որ Ռուսաստանը ոչնչացնելու համար շատ գործիքակազմ չունի։ Մնացել է միայն սպառնալիքները եւ 5-րդ Շարասյան կամ այդ ահաբեկիչ էլեմենտների նման կերպարները, հույս ունենանք, որ մեր հայրենիքը կմաքրվի նման երևույթներից, որովհետև եթե մենք գնացինք արևմտյան ուղղությամբ, իհարկե նման մարդիկ, ովքեր որ սովոր են կեղծիքի վրա իրենց կարիերան ստեղծել, ասենք հափշտակումների կամ ասենք ահաբեկչության, նրանց համար դաշտը փակվում է։ Իրոք կհամաձայնեմ քեզ հետ, որ ապրիլի 5-ի հանդիպումը շատ կարևոր է, բայց կարծես թե մեր հանրությանը քիչ են դրա մասին պատմում, քիչ են խոսում այդ ուղղությամբ, չէ՞։ Նույն ասենք եվրոդիտորդների պահով, որ սահմանը հարաբերական անգստություն կա, էլի քիչ է ասվում, այն որ ասենք սրացումներ հնարավոր է դառնում սահմանին միայն այն տեղամասերում, որտեղ չկան եվրոդիտորդները, դա էլ այնքան չի ակցենտավորում, չնայած գիտես ես արդեն ունեմ 100%-անոց համոզմունք, որ մեր հանրությունը ինչքան էլ ասենք որոշ մասը դեռ խորհրդային միության հանդեպ
ունենա իր միգուցե պատանեկության այդ ռոմանտիկ զգացմունքները, միևնույնն է մեր հանրությունը շատ ավելի առաջադեմ է, քան քաղաքական ուժերը եւ իշխանությունը եւ իրական ընդդիմությունը եւ ընդդիմություն ձևացողները եւ կարծես թե դաշտ է բացվում նոր ուժերի ստեղծման համար։ Հուսանք, որ հաջորդ ընտրություններից առաջ նման ուժեր ի հայտ կգան, մարդիկ, ովքեր չեն ունենա իրենց պահարաններում այդ սկիլետները, հա, ովքեր կարող են նայել հայ հանրության աչքերին եւ ներկայացնել իրենց տեսլականը, ինչպես պետք է զարգանա։ Մենք այնպիսի տեղում ենք աշխարհագրական դիրքում ենք, որ ինչպես եւ Իսրայելը օրինակ, մենք պետք է կարողանանք նման պայմաններում ապրել եւ զարգանալ։ Ցավոք սրտի չենք տեսնում, ասենք, այդ զարգացման միտված թեմաները, հա, որ ակտուալ լինեն Հայաստանում։ Մարդկանց անընդհատ ուշադրությունը շեղում են վտանգների մասին, որ եւ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ապահով տեղ չէ եւ մարդիկ շատերը արտագաղթում են։ Ինձ թվում է պետք է շեշտավորվի զարգացման ուղիները եւ մարդկանց պետք է ցույց տվացվի ինչպես Հայաստանը կարող է դառնալ մրցունակ երկիր, ապահով երկիր եւ Հայաստանը կարող է իր բնակչության համար լինի լավագույն տեղը, որպեսզի մարդիկ չցանկանան արտագաղթել։ Մենք տեսնում ենք ուկրաինական փախստականների վիճակը, չէ՞։ Շատերը տաներից զրկված, բայց միևնույնն է ձգտում են վերադառնալ։ Ուկրաինան մեծ երկիր է եւ տեղ կա վերադառնալու, կան ռեգիոններ, որտեղ ասենք գյուղական բնակավայրերում բնակվելու տեղ կա, այսպես ասենք։ Նույն կամ ասենք Եվրոպայում մնալով շատերը ընդգծում են, որ Ուկրաինայում կյանքը ավելի հարմարավետ էր։ Մշտարօրինակ կարող է թվա, որ ապրելով հարուստ արևմտյան Եվրոպայի երկրներում շատ ուկրաինացիներ ընդգծում են, որ Ուկրաինայում ապրելը ավելի հարմարավետ էր, այն աստիճանի, որ Ուկրաինայի հոստային ընկերություններից մեկը բաժանմունքներ է բացում Եվրոպայի տարբեր քաղաքներում, որպեսզի ուկրաինացիները նույն հարմարավետությամբ, ասենք, իրենց առօրյան կարողանան դասավորել Ուկրաինայի հետ կապնվելով, ասենք, գիտես, երբ որ խոսում ենք փախստականների մասին, այնպիսի լուրջ խնդիրներ է առաջանում առօրյայի հետ կապված, որ Ուկրաինայում այդ հարցերը լուծվում է 15 րոպե չասեմ, կես ժամվա մեջ։ Մարդիկ պարզապես շոկի մեջ են բյուրոկրատիայից եւ ասենք այդ խնդիրներից, որ ստեղծվում է, կարծես թե հասարակ հարցեր լուծելու համար։ Բժշկական ծառայությունների մատուցման էլ ես շատ եմ եղել տարբեր երկրներում, մենք սովորենք, որ պիտի գնանք հիվանդանոց, մոտենանք, ինչ-որ ծառայություն ստանանք, չէ՞, այնտեղ դա գիտեք ինչ բարդ process է, օրերով պիտի գրանցվես։ Մենք այլ կյանքի ենք սովոր, նո հետ սովետական երկրները, դա Ուկրաինան է վերաբերում, այնպես որ ես հասկանում եմ իրենց, այնտեղ մի քիչ այլ մշակույթ է, այլ կյանքի ապրելաձև է, բյուրոկրատիան շատ է, էլի այդ խտաբանությունը, այդ աստիճանները, մանավանդ եթե դու փախստականի կարգավիճակ ունես, քաղաքացի ես, դա 3 անգամ ավելի կրկնապատկվում է եւ որևէ մեկին հաճելի չի լինել փախստական, դա շատ ծանր, ես Կարմիր խաչում փորձ եմ ունեցել աշխատել Հայաստանի, շատ ծանր բան է այդ մարդիկ ինչ հերթեր են կանգնում, երբեմն նաև վիրավորվում են վերաբերմունքից, դա հոգեբանական ազդեցություն է ունենում, այսինքն մարդ երբ որ ունի տուն, երբ որ ունի հայրենիք, դա ուրիշ կարգավիճակ է, երբ որ նա ուղղակի շատ ներողություն իրենց ապաստան են տվել, մի քիչ խղճացել են, մարդու հոգեբանական վիճակի վրա էլ է ազդում, այդ չասած աշխատանք չի կարողանում գտնի, երեխաներին չի կարողանում տեղավորի, սրանք կենցաղային բաներ են, որոնք մեծ ազդեցություն են մարդկանց վրա, բայց այն գործիչները, այն երկրները, որոնք հրահրում են այսպիսի իրավիճակներ, դրանք այդպիսի բաների մասին չեն մտածում, մարդկային գծերի, դրանք զուրկ են այդպիսի բանից, իրենց հարմարավետ են զգում, միլիարդներ են աշխատում, չեն մտածում, թե իրենց մի քայլով միլիոնավոր մարդկանց ինչ իրավիճակի մեջ են դնում, իրենց դա հետաքրքիր չէ։ Ինչի համար այս թեման բարձրաձայնեցինք, հա, որ իհարկե արևմտյան արժեքները շատ կարևոր են, բայց մենք էլ շատ բաներ ունենք, լավ կողմեր ունենք եւ մեր հասարակությունները շատ ժամանակ ավելի դինամիկ զարգանալու հնարավորություն ունեն եւ այս ամենի մասին պետք է մտածել, պետք է խոսել, պետք է հասկանալ որն է մեր զարգացման ճիշտ ուղին, այսինքն լրատվական դաշտում պետք է պահվի զարգացման թեման, ոչ թե անընդհատ հին ու նոր, սև ու սպիտակ սահմանին կրակեցին, չգիտեմ, յուղ տվեցին, չտվեցին, ով ուր առաջ գնաց, այսինքն
մենք հասկանում ենք, որ ունենք ոչ բարեկամ երկիր, չէ՞, Իսրայելն էլ ասենք, դες քանի տարվա մեջ, քանի 100 միլիոններով ավել հարևաններ, որ իրենց ատում էին, կամաց Իսրայելը շատերին սարքեց գործընկեր, շատերը սկսեցին վախենալ Իսրայելից, չէ՞։ Իսկ մեզ հիմա կան որոշ գործիչներ, որ ասում են, դե տեսեք, Թուրքիայի բնակչությունը գումարում ենք Ադրբեջանին ու վերջ, բա մենք էլ ճար չունենք, բա իսրայելցիները ինչ ասեն։ Հիմա անպայման քաղաքադարձեն, որ ծով ունեն։ Մենք էլ Վրաստանի հետ եւ Իրանի հետ կապեր ունենք։ Այս թեմայով կուզեի ասեի, արդյոք քո կարծիքով դու Հայաստանում ես ապրում, մեր հանրությունը պատրաստ է նման օրինակ կյանքին, կարողանա կազմակերպել իր առօրյան այնպես, ինչպես ասենք կազմակերպվում է Իսրայելը։ Համապատասխան իշխանությունների, ասենք, գործողությունների։ Ես իմ հոդվածներից մեկում գիտական անդրադարձել եմ Իսրայելի փորձին, որ Հայաստանը պետք է գնա այդ ճանապարհով, մեր նմանությունը այն է, որ մենք երկուսս էլ ցեղասպանություն ենք անցել, ունենք մեծ սփյուռք, եւ Սփյուռքում ավելի շատ են ապրում հրեաներ եւ հայեր, քան Իսրայելում եւ Հայաստանում։ Դուք չեք պատկերացնի, շատ հետաքրքիր հոդվածներ կա, որ Իսրայելի Սփյուռքի ներկայացումը կարծես ցանց լինի, դա ցանց է, դա Սփյուռք չէ, ցանցային առանձին պետություն է։ Իրենք իրար հետ ինչպես են համագործակցում։ Իսրայել պետությունն է, իրենք միավորվել ստեղծել է, շատ ներողություն վճարել է սովետական միությունը, Ստալինը, ասենք նրանց այդ տարածքը ասել է գնացեք ապրեք, իհարկե իրենց շահերից ելնելով, նրանք չունենալով զենք, ոչ մեկ իրենց չի օգնել, այդ որ ասում են Միացյալ Նահանգները օգնում էին Իսրայելին, եւ պատերազմ էր սկսել, Միացյալ Նահանգները չէին օգնում։ Երբ որ իրենք տեսան, որ Իսրայելը պայքարում է արաբների, Եգիպտոսի դեմ, նրանք սկսեցին զինել արդեն Իսրայելը, ասես երբ որ դու սուբյեկտ ես հանդիսանում, քեզ ոչ մեկ դու պետք է գործոն հանդիսանաս, հասկանում եք, օբյեկտ չլինես։ Եվ Իսրայելը ինքն է ստեղծել իր պետությունը, այո, ինքը այնպես է արել, որ այսօր իսլամական աշխարհը, որը թվում է թե պետք է Պաղեստինին պաշտպանի, չէ, նրանք մի կողմ են քաշվել, հակառակը Եգիպտոսը փակում է սահմանը, ասում է այստեղ թող չգան, այդ որ ասում են իսլամական աշխարհ, չէ, շատերը Սաուդյան Արաբական Միացյալ Էմիրությունները, Աբրահամյան այդ համաձայնագրերով փորձում էին դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելը, դրա համար էլ այդ կռիվը եղավ, շատերը նշում են, որ պատճառներից մեկը դա էր, որտեղ Իսրայելի այդ բլոկադան դրանով ճեղքվում է, այսինքն Իսրայելը մեծ օրինակ պետք է լինի մեզ համար, իհարկե նրանք որոշ հարցերում մեզ գործընկեր չեն եւ շատերը այստեղ հակահրեական ինչ-որ քարոզչություն են անում, որ նրանք Ադրբեջանի բարեկամներ, մենք ընդհանրապես փորձի փոխանակման մասին ենք խոսում։ Բայց կարող է դառնալ գործընկեր։ Որովհետեւ մենք պետք է հասկանանք, մենք Իրանի հետ մտերիմ ենք, Իրանն էլ Իսրայելն ասում է, մենք ձեզ պետք է ոչնչացնենք, բայց Իսրայելը ինչ պետք է անի։ Ես նշում եի, որ Իսրայելը ժամանակին առաջարկել է նաեւ մեզ, որ մենք իրենցից զենք գնենք, Սերժ Սարգսյանին հրաժարվել են Ռուսաստանի հորդորով, այսինքն Իսրայելը պիտի պաշտպանի, այստեղ հումանիզմով ոչ մեկ չի առաջնորդվում, մանավանդ որ Ադրբեջանի զինողների առաջին հորիզոնականում Ռուսաստանն է, էլի ոչ թե Իսրայելը։ Մի հատ Ռուսաստանի հետ մեր հարցերը կպարզենք, հետո կգնանք կհասնենք Իսրայելին։ Այսինքն այնտեղ տեսնում եք իրենք իրենց ամեն մի քաղաքացու, ամեն գերու համար ինչպես են պայքարում, երբեք նույնիսկ մենք զայրանում ենք, չէ, ասում ենք լավ այդ մարդը սոված են հերթ են կանգնում պաղեստինցիները, նույնիսկ Անգլիան է, չէ, արդեն Իսրայելին ասում է մենք չենք զինի ձեզ։ Ես չեմ արդարացնում, դա էլ ծայրահեղություն է, բայց իրենք իրենց ժողովրդի ամեն մի մետրի, սանտիմետրի համար պայքարում են, չունենալով նույնիսկ խմելու ջուր, գիտեք, այդտեղ դա էլ է խնդիր, շրջապատած լինելով թշնամիով։ Իսկ մենք մեր աշխարհական դիրքը այնպեսին է, մեզ տարիներ շարունակ ասում են, ես հիմա էլ լսում եմ քաղաքագետներ, մենք ում ենք պետք, այդպես պետք չի մեզ ուռճացնել։ Մի հատ տեսեք, բա որ պետք չի ուռճացնել, այսօր Կանադայում չի կռիվը կամ Ավստրալիայում չի, այսօր ամբողջ աշխարհը մի հատ 40 կիլոմետր միջանցքի, այսպես ասած, համար, պայքարում է, Ամերիկան է գնում, Իրանն է գնում, Չինաստանը, մենք ձեր վերլուծություն այցենք, չէ՞, կորիդորի մասին, հյուսից հարավը, Հնդկաստան, Պակիստան, Ադրբեջան, Իսրայել, ամբողջ աշխարհը այստեղ կենտրոնացել է, Ֆրանսիան ասում է մենք պետքա ձեզ օգնենք, Սևծով, Պարսիցով ծրագիր, 3 հատ 4 հատ տարբեր ծրագրեր, ասում են մենք ում ենք պետք, հենց մեր դիրքը շատ ձեռնտու է, ուրիշ բան, որ տարիներ շարունակ մենք դա չենք օգտագործել, եղել ենք ֆորպոստ, բայց մեր ժողովրդին չեն թողում, որ ժողովուրդը հասկանա, թե իրենք ինչ կարևոր են։ Մեր ժողովուրդը որ հասկանա, որ Իսրայելից ոչնչով պակաս չի, մեր մասնագետները Ռուսաստանի համար են զենքեր ստեղծում, ինքնաթիռներ ստեղծում, Ամերիկայի համար են ստեղծում, իրեն ժողովրդի համար չեն կարող, ԱԹՍ չեն կարող, Ուկրաինացի հետ տեսնում եք, չէ՞, այսօր զարկ են տվել իրենք իրենց ռազմաարդյունաբերությանը տեսնելով, որ օգնություն դեռ չեն կարողանում ստանալ։ Այսինքն հայ մարդու մասին մենք այստեղ այնպես չի նացիոնալիստական բաներ ենք խոսում, բոլորն էլ գիտեն հայերի մտավոր ունակությունները այս ոլորտում, չեն թողել, որպեսզի Հայաստանը զարգանա, ամեն ինչ վաճառել են,
գույք պարտքի դիմաց կոպեկներով մեր ամբողջ արդյունաբերությունը, էներգետիկան տվել են ռուսներին ու ասում են մենք ում ենք պետք, մենք մեղք ենք, որ ռուսը չլի, թուրքը մեզ կուլ կտա։ Այդ պարզ պրիմիտիվ քարոզչությունը ուղղված է հայ ժողովրդի դեմ։ Այդ Փաշինյանը, որ սարսափած դեմքով ասում է, ասեցիր անցած շաբաթ պատերազմ կլինի, չէ, եթե մենք այդ գյուղերը չտանք։ Երկու շաբաթ հեսա կանցնի։ Այդ չի կարելի, չէ, այդպես անել։ Նույնիսկ եթե պետքա պատերազմ լինի, չեն գնում այդպիսի դեմքով նստում, Ադրբեջանում են նայում, չէ, մարդիկ սարսափեցնում ժողովուրդը, դա վիրավորական է, չէ, հիմա ադրբեջանցիները կարող է ծիծաղի առարկա են մեզ դարձրել։ Պոլիտիկոներ գրել, ամբողջ աշխարհի մամուլն էր թեմային անդրադառնում ու չես պատկերացնի, դա միայն Հայաստանի բնակչությանը չի վնասում, դա նաև մեր սփյուռքին է վնասում, որովհետև մեզ, ասենք, վերցնեմ Ուկրաինայի օրինակով, մեզ այլ կերպ են ընկալում։ Իրենք միշտ գիտեն, որ Ուկրաինայի հայերը, որ ոչ միայն իրենց կարող են պաշտպանել, այլ նաև Հայաստանի շահերը կարող են պաշտպանել։ Հիմա պատկերացրու նման լուրերի ֆոնի վրա, ինչպես մարդիկ տարակուսած կլինեն, ինչ են տեսնում իրենք այստեղ ինչպիսի հայեր ու Հայաստանից ինչ են լսում, չէ՞, որ ասենք երկրի ղեկավարը նման բաներ է ասում։ Ճիշտ ասած շատ կարևոր թեմայի վրա շեշտ դրեցիր Սփյուռքի։ Իրոք մենք շատ նման ենք Իսրայելի հետ, իրոք մենք էլ ես օրինակ բերեմ, երբ որ պատերազմը սկսվեց, այդ փախստականների հոսքը որ կար, շատ եվրոպական հայկական կառույցներ օգնում էին ոչ միայն հայերին, այլ նաև ուկրաինացիներին, տարբերություն չկար, ասենք։ Իհարկե առաջի հերթին հայերն էին դիմում, որտեղ հայերը գիտեին այդ կառույցների մասին, այդ ցանցային վիճակն եմ ասում, էլի, որ այսինքն մեզ ինչ որ զրոյից ինչ որ բան չենք ստեղծելու։ Մենք ունենք բավականին կայացած սփյուռք, իհարկե կա սերնդափոխություն, որտեղ ասենք կազմակերպությունները դեռ իրար հետ մրցակցում են, բայց էլի զրոյից չենք ստեղծելու, հա, այդ ցանցային, այդ Հայաստանին օգնող ցանցը, որ պետք է ստեղծվի, այսինքն զրոյից չէ եւ այդ պոտենցիալը կա, պարզապես այսօր մենք տեսնում ենք սփյուռքի գլխավոր հանձնակատարի մի մարդ, որը որ կարծես թե ուրիշ տեսլական ունի կամ արդյոք ունի թե տեսլական թե ոչ, չգիտեմ, սա էլ արդեն երևի մի քիչ շատ կլինի քննադատությունը, բայց ինչ անենք, իրավիճակն է այդպեսին, կուզեինք, որ միայն լավ բաներ տեսնեինք եւ գովեինք։ Կուզենայի այս թեմային անդրադառնայինք նաեւ, որ դու Չինաստանի մասին ասացիր, մեր խոսակցությունից հետո ինչ որ զգացել ես, որ ուրիշ փորձագետները թեմային անդրադառնան եւ իրական վտանգների մասին խոսան Չինաստանի հետ կապված։ Ցավոք ոչ, ես դրանից ձեր հարցությունից հետո մի անգամ էլ հարցազրույց տվեցի եւ էլի արձագանք չգտավ փորձագիտական շրջանակում, բայց ժողովրդի շրջանում լայն արձագանք գտավ, մարդկանց հետաքրքրում էր այդ թեման եւ ես բացատրեցի, որ Չինաստանը շարունակում է անկայունության օջախներ ստեղծել, երևի 2 շաբաթ առաջ Ֆիլիպինների հետ հարավչինական ծովում իրենք կոնֆլիկտ ունեցան, թվում է թե մենք ինչ կապ ունենք, չէ, Ֆիլիպինների հետ, շատ մեծ կապ ունենք, ինչու։ Ֆիլիպինները տարածաշրջանում հանդիսանում Միացյալ Նահանգների գլխավոր ռազմավարական դաշնակիցը։ Չինաստանը փորձում է օջախներ անկայունության ստեղծելով Միացյալ Նահանգներին ներքաշել տարբեր կոնֆլիկտների մեջ, Իսրայելում, հարավչինական ծովում, խոսում են Հյուսիսային Կորեայում, չէ, այնտեղ շաբաթը մեկ Կիմ Չեն Իրը ասում է, սա պատերազմ է, Ուկրաինայում, այսինքն Վենեսուելայի հետ սահմանին հիշում եք կղզիների հետ խնդիրները այնտեղ առաջացել է վերջերս, այսինքն մարդիկ տեղյակ չեն, ինչ է կատարվում Չինաստանի հետ կապված, Չինաստանը ինչ նպատակներ ունի, իրենց թվում է Չինաստանը մեզից հեռու է։ Հենց այս մեկ գոտի մեկ ճանապարհի մասին, որ մենք խոսեցինք, որ լոգիստիկ ճանապարհի մասին էր խոսքը եւ Չինաստանի անհասկանալի պահվածքը, չէ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ չկրկնեմ իմ ասածները։ Ամբողջը ցույց է տալիս, որ սա Միացյալ Նահանգներ արևմուտք Չինաստան տնտեսական դիմակայության մասերից մեկն է, Ռուսաստանն էլ այդտեղ Չինաստանի կողքին է, նու այն ժամանակ այդպես էր, ցանկանում էր վերահսկել այդ ճանապարհը, բայց հիմա Չինաստանը ետ է քաշվել, քանի որ իրենք սպասում են տեսնեն Թրամփն է ընտրվելու թե Բայդենը, ամբողջ աշխարհը սպասման մեջ է, իրենց տնտեսությունն էլ հիմա անկում է ապրում, ես ձեզ ասեմ, այդ Դեն Սյաոպինի տնտեսական հրաշքը Միացյալ Նահանգների ներդրումների հետ էր կապված, հիմա երբ որ այդ ներդրումները Բայդենը արգելել է, այնտեղ լուրջ տնտեսական անկում է, իսկ Չինաստանը դա Ռուսաստանը չի, որ անդադ անկում լինի, ինֆլյացիա լինի, Պուտինը մնա իշխանության, այնտեղ կոմունիստական կուսակցությունը լուրջ պահանջներ է դնում, որ մենք պետք է մինչև 2050 թվականը, գիտեք, անցնենք Միացյալ Նահանգներին մեր տնտեսական զարգացմամբ։ Հիմա շատ մեծ դժգոհություն կա այնտեղ Սին Ցզինպինի հանդեպ, դրա համար նա մեկնեց Սան Ֆրանցիսկո, որ Բայդենի հետ հանդեպի խնդրի, որ այդ ինվեստիցիաները, գիտեք, փետրվարին էր, նույն շարունակվեն։
Այսինքն Չինաստանը կանգնած է Իրանի, Ռուսաստանի մեջքին այս հարցերում դիստաբիլիզացնելու Իսրայելը, Ուկրաինան, բայց այսպես թաքնված է եւ մեր ժողովուրդը դա չի տեսնում եւ չի հասկանում։ Ես ձեզ ասեմ, Չինաստանը 2019 թվականին Ադրբեջանի ստորագրել է էներգետիկ համագործակցության մասին հուշագիր, որը Ադրբեջանը պետք է հաբ սարքի Միջին Ասիայից նավթային գազային ամբողջ ռեսուրսները դեպի Եվրոպա տեղափոխելու համար։ Չինաստանի համար Ադրբեջանը եւ Թուրքիան հիմա հանդիսանում են շատ կարևոր գործոններ։ Մի կարևոր բան ձեզ ասեմ, 1990 թվականին Բայդենը հայտարարել էր, որ Չինաստանը մեզ համար կարևոր գործընկեր է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ Չինաստանը զարգանա, ինտեգրվի արևմտյան մշակույթին, որ սպառնալիք չլինի։ Հիմա 30 մոտավորապես տարի անց նա հասկացել է, որ Չինաստանը երբեք էլ չի ինտեգրվի արևմտյան մշակույթին, դա մեկ այլ քաղաքակրթություն է եւ իրենց նպատակը միապետական երկրները համախմբելն է, իրենք իրենց ռեժիմով, նրանք բոլորը միապետական երկրներ են, իրենք երբևիցե չեն ինտեգրվի արևմուտքին, մոտ ժամանակաշրջանում եւ ամեն ինչ անելու են տարբեր տարածքներում դիստաբիլիզացիա իրականացնելու համար եւ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմ Չինաստանի դերը հենց դրանով է պայմանավորված։ Նրանք փորձում էին արևմուտքին դուրս մղել այստեղից, իրենք Թուրքիայի հետ Նախիջևանով այստեղ ճանապարհ ունենան ռուսական վերահսկողությամբ։ Ռուսաստանը իրենց համար ընդունելի է, քանի որ Ռուսաստանը թույլ է։ Այնպես որ կարծում եմ այս թեման մեր քաղաքագետները եւ ոչ միայն այս, օրինակ Հնդկաստանը ինչու է մեզ օգնում, Պակիստանի հետ ինչ խնդիր ունի Ադրբեջանի հետ կապված, ինչու է Ադրբեջանը պաշտպանում Պակիստանին Քաշմիրում, սրանք լուրջ աշխարհակահական հարցեր են, որ այդ խոսույթը, որ դավաճան, դաշվաճանը դու ես, կապիտուլյան սև սպիտակ, այդ ամեն ինչը անլուրջ է, էլի մեր ժողովուրդը այնքան դուք ասեք խելացի է, արժանի է իմանալ այս ամենը, չնայած այսօր ինֆորմացիայի դար է, մարդիկ իրենք էլ կարող են իմանալ, բայց ժամանակ չունեն։ Պետք է անընդհատ կրթել մեր ժողովրդի մակարդակը բարձրացնել, տեղից մեր ժողովուրդը շատ խելացի է, անընդհատ կիսաբաց լուսամուտներով մեր ժողովրդի մակարդակը չիջեցնել, չէ, ասում եք պետք է փակել։ Ես ամաչում եմ օրինակ այդ Պույս Գավարյատի բաները բերել էստեղ են դրել, մարդկանց անընդհատ իջացնում են ներքև, կներեք էլի փոխանակը ծիծաղելի է, բայց դե անընդհատ եւ դիտումներն էլ տեսնում եմ, չէ, մեր ժողովրդի մակարդակը տեղից բարձր է, փոխանակ մի բան էլ բարձրացնել, հավասարեցնում են մեզ, ոչ մեկին չեմ ուզում վիրավել, ՀԱՊԿ-ի մեր այլ միջինասիական դաշնակիցներին, դա մեր ցիվիլիզացիան չէ։ Մերը արևմուտքն է, ուկրաինացիները, չէ, իրենց լավ չեն կարող զբաղել այդտեղ, դրա համար բոլորը ձգվում են արևմուտք, մեզ նորից ուզում են քաշել, որ մենք հին հենց եվրոպական քաղաքակրթության հնդեվրոպական մաս են կազմում, ուզում են բերեն դնեն մի սեղան, դա է էլի մեր խնդիրը, մենք չենք կարողանում նրանց հետ։ Մի բան է Ադրբեջանն է պաշտպանում ՀԱՊԿ-ի մեջ, որ ասում եմ մի բան էլ հետո էդ էլի, մեզ էլ հավան չեն, ասում են Ադրբեջանը լավն է, մեր գործընկերն է։ Դիսոնանս է, էլի, դրա համար այդ կառույցում մնալը եկանք վերջի կետին։ Ինքնին անհասկանալի է, էլի, դա մեզ քաղաքակրթական արժեքներին դեմ է։ Մի կարևոր բան էլ ասեմ Սփյուռքի վերաբերյալ, Սփյուռքին անընդհատ փորձում են ջլատել այնտեղի կուսակցություններով։ Ես անուններ չեմ ուզում տամ, այստեղ ազգային կուսակցություններ են, չէ, իրենք կոչում։ Մենք գիտենք, որ այնտեղ կան եւ Ռուսաստանից գործակալներ, եւ Իրանից։ Անընդհատ նրանք փորձում են այնտեղ խժդժություն անել իրար դեմ, որ Սփյուռքը երբեք չհամախմբի, որովհետեւ արևմուտքի Սփյուռքը շատ կայացած է, դուք ճիշտ եք ասում, դրանք խելացի մարդիկ են ցեղասպանությունից մազապուրտ եղած։ Օրինակ Ռուսաստանի մեր ժողովուրդը ինքն էլ է շատ խելացի, բայց այնտեղ երբեք չեն թողել, որպեսզի իրական Սփյուռք ձևավորի, չէ, մեկին դրել են որպես բիզնեսմեն հայերի միության նախագահ, մենք այնտեղ երբևիցե այդպես կուր կառույց չենք ունեցել։ Դա եղել է Պուտինի պաշտպանը, օրինակ ինքը միշտ առաջինը դուրս է գալի, ասում մենք պաշտպանում ենք Վլադիմիր Պուտինին, ես չեմ հասկանում ինչ կապ ունի այս ժողովուրդը դրա հետ, չէ, բայց արևմուտքի մեր Սփյուռքին անընդհատ ջլատում են, որպեսզի հանկարծ մենք այդ ներուժը չօգտագործենք։ Իրենք գիտեն դա ինձ մեծ զենք է մեր ձեռքում։ Այնպես որ Հայաստանի իշխանությունները այստեղ մեծ անելիք ունեն անելու, Սփյուռքի նախարարությունն էլ իրենք վերացրեցին, իհարկե այդ նախարարությունը այնպես չի, որ իր պարտականությունները շատ ընտիր կատարում էր, բայց պետք է հիմքի վրա շարունակել, ոչ թե գալ ամեն ինչ քանդել, անհասկանալի մեկին, որի գործունեությանը ես ծանոթ էլ չեմ, դնել Սփյուռքի հանձնակատար եւ Սփյուռքին էլ նեղացնել, վարչապետ ինքը չէ, իր հարցազրույցում միշտ այսպես է, որ ասում էր ինչ գործ ունի Սփյուռքը մեր հետ, մենք Հայաստանի բանակն ենք, հայոց բանակը չենք, շատ սխալ է։ Երբ որ պատերազմ է լինում, Սփյուռքին ասում եք եկեք կռվեք, բայց երբ որ հայոց բանակի մաս եք խոսում, ասում եք դա Հայաստանի բանակն է։ Ինքը վարչապետը այդտեղ մեծ դեր ունի Սփյուռքի հետ մեր հարաբերությունները վատացնելու հարցում։ Իմ ջայլոց, որ հիշեցինք հարցազրույցը նախորդ Չինաստանի թեմայով, մենք ասացինք, որ Չինաստանը շահառուներից մեկն էր Արցախյան պատերազմի։ Միանշանակ։ Հենց վերնագիրը դա է։ Զանգեզուրի
իրենց դեսպանն է դա ասել, դա ես չեմ ասում, ոչ էլ դուք, Ադրբեջան Չինաստանի դեսպանը հայտարարել է, որը գնացել էր Շուշի, այցելել էր, երբ որ Ալիևը իրենց տարավ, հիշում եք մի քանի դեսպանների, ասել է Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր է չինական մեկ գոտի, մեկ ճանապարհ ծրագրի համար։ Դրանից հետո այստեղ աղմուկ բարձրացավ, իրենք ասին, չէ, մենք տենց բան չենք ասել, բայց դե հո այդպես չի։ Բացի այդ, ես ասացի, որ Չինաստանը զինում էր Ադրբեջանին այդ օրերին, չէ, Boeing-ը մի քանի անգամ մեկնել է Չինաստան։ Անվտանգության խորհրդում էլ Չինաստանը բլոկ արեց այն ռեզոլյուցիան, որը Ադրբեջանը պետք է կանգնեցներ։ Հիմա մի հատ հարց էլի, Չինաստանը ինչ կապ ուներ այս ամեն ինչի հետ, եթե նպատակ չուներ այդտեղով ճանապարհ անցկացնել։ Ուրեմն ինչ որ բան կա, չէ։ Խորհուրդ կտա մեր հերոստատողներին Պարույր Աբրահամյան հեղինակը շատ խելացի է, Արևմտյան մամուլում էլ է տպագրվել այդ հոդվածը, ուրեմն Չինաստանի դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում այդպես էլ կոչվում է։ Մի հատ կարդալ եւ փաստերով այնտեղ գրած է, ֆանտաստիկա չկա։ Շնորհակալ եմ Լիդ, 1 ժամ անցավ այնքան արագ, կարծես թե թեթև խոսակցություններ ծանր թեմաների շուրջ, հա։ Հուսամ մեր լսարանը չհոգնեց, երբեմն թվում էր թե որ շատ տհաճ թեմաների մասին ենք խոսում, բայց մեր առօրյան է, ստիպված ենք քննարկել եւ վերլուծել։ Շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտնում մեր լսարանի համար եւ ամենայն բարիք եմ ցանկանում։ Ես էլ եմ շնորհակալ, ձեզ հաջողություն, ցանկանում եմ ամենայն բարիք։